Մայիսի սկզբին Մոսկվայում գրանցվել է անսովոր ձյունառատ եղանակ, որը գերազանցել է 116 տարվա բոլոր ռեկորդները։ Ձյունը տապալել է բազմաթիվ ծառեր, վնասել ավտոմեքենաներ, պոկել էլեկտրալարեր, թողնելով մարդկանց առանց հոսանքի եւ կապի։ Քաղաքային իշխանությունները հորդորում են մնալ տանը խուսափելով վտանգից։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 8-ը պետք է ճանաչվի որպես հաղթանակի օր, երկրորդ համաշխարհայինում դաշնակիցների հաղթանակի կապակցությամբ։ Նա նաև առաջարկել է վետերանների օրը վերանվանել, նշելով, որ ԱՄՆ-ն արժանի չէ մոռանալ իր հաղթանակները, ինչպես եղել են նախկին անարդյունավետ առաջնորդների ժամանակ։ Դիզայներ Ռիկարդո Տիշին հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նյու Յորքում նրա դեմ ներկայացվել է դատական հայց, որը պնդում է, որ Տիշին նյութ է ավելացրել իր ըմպելիքի մեջ, ինչից հետո կորցրել է գիտակցությունը եւ ուշքի եկել նրա բնակարանում առանց որևէ հիշողության։ Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը։ Պետդուման պատրաստվում է քննարկել օրինագիծ, ըստ որի էլեկտրական սկուտերների վարորդները պարտավոր կլինեն ապահովագրել իրենց փոխադրամիջոցները։ Լեյդի Գագան պիցցա է ուղարկել երկրպագուներին Ռիոյում հավաքված հարյուրավոր մարդկանց։ Երգչուհի Լեյդի Գագայի երկրպագուները ժամերով սպասել են նրա հյուրանոցի դիմաց Ռիո դե Ժանեյրոում։ Չնայած նա չի հայտնվել, սակայն պատվիրել է մեծ քանակությամբ պիցցա, որպես երախտագիտություն նրանց հավատարմության համար։ Երկրպագուների մեծ մասը ուրախ է եղել այդ ուշադրության համար, թեև ոմանք հիասթափվել են նրան չտեսնելով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կվերացնի դե մինիմիս կանոնը, որը թույլ է տալիս մինչև $800 արժեքով ապրանքներ ներմուծել ԱՄՆ առանց մաքսատուրքերի։ Նա նշում է, որ այս արտոնությունը չարաշահվում է չինական հարթակների, մասնավորապես Շեյնի եւ Թեմուի կողմից, եւ դա խեղում է ամերիկյան տնտեսությունը։ Իլոն Մասկը հրապարակային քննադատության է ենթարկել որոշ դեմոկրատ պաշտոնյաների, հայտարարելով, որ նրանք պետական միջոցները վատնել են կազմակերպելով շքեղ միջոցառումներ Լաս Վեգասում։ Նա գրել է, որ խաբեությունը սկսվում է քչից, բայց երբ անպատիժ է մնում, դառնում է համատարած։ 16-ամյա աղջիկը ծանոթության հավելվածով շփվել է 44-ամյա տղամարդու հետ եւ փախել նրա հետ։ Վերջինս ստիպել է աղջկան անվճար աշխատել իր ձնամաքրման ընկերությունում, կտրելով կապը արտաքին աշխարհի հետ։ Վերջապես աղջիկը կարողացել է օգնություն խնդրել Instagram-ի միջոցով, երբ տղամարդը մոռացել է հեռախոսը տանը։ Նրան հայտնաբերել են Կոլորադոյում իր տնից 1100 կիլոմետր հեռավորության վրա։ Բալի կղզում հսկայական հոսանքազրկում է տեղի ունեցել ստորջրյա մալուխի վթարի պատճառով։ Զվարճանքի վայրերը, լուսացույցերը եւ փողոցային լապտերները դադարել են աշխատել, իսկ շատ հյուրանոցներ մնացել են առանց ջրի։ Կոսմոս 482 տիեզերանավը, որը ԽՍՀՄ 1972 թվականին ուղարկել էր Վեներա, կարող է մուտք գործել երկրի մթնոլորտ մայիսի 9-ից 10-ը։ Չնայած դրա անկման վայրը դեռ անհայտ է, մասնագետները հավանականությունը Ռուսաստանի վրա ընկնելու համար համարում են շատ փոքր։ Չնայած եթե այն վնասի որևէ գույք, Ռուսաստանի Դաշնությունը կկրի պատասխանատվությունը որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդ։ Այս եւ այլ լուրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ կարդալով օրագիր News կայքը։